նույն աշխատանքը կատարում են երկու անծանոթ ու նույն աշխատանքը կատարում են երկու ընկերներով ավելի էֆեկտիվ աշխատանքը։ ԽԾԲ-ն քեզ օգնում են, որտեղ քո ծանոթն են, networking-ը քեզ վստահում են, դրա համար համագործակցում են քո հետ։ Գալիս են մարդիկ քո կյանքի փորձի շրջանակներում իրանց մոտավոր արդեն գիտես ինչ կարողություններ ունեն, իրանց արդեն հրավիրելով դու խնայում ես այդ ժամանակն ու ռեսուրսը, որը դու կարաս գործել։ Խնամի ծանոթ բարեկամը անհրաժեշտ գործիք է, կադրային ռեսուրսը ապահովեն։ ԽԾԲ-ն թե networking-ը ինքը հրաշալի հնարավորություն է հավաքագրման համար։ Նոր սերունդի մոտ այդ սահմանափակումները շատ sense դանակներով է ընդունվում։ Որովհետև ոնց կլինի, դու իմ աղբոր տղեն ես կամ բան, չգիտեմ, քրոջս բարեկամն ես, հա? Քրոջս բարեկամն է։ 2-3 տարի մեկ մարդիկ որ գործ էին փոխում ասում էին ինչի միտեղ չես մնում ու դա անլրջություն էր։ Հիմա մարդիկ համարում են եւ ասում են դու 1 տարի այդտեղ ես աշխատում, լուրջ, չես լճացե։ Տուսովկա գոյություն ունի, ամեն ոլորտում գոյություն ունի տուսովկա, խնամի ծանոթ բարեկամ։ Ըստ Forbes-ի հետազոտությունների, աշխատատեղերի 50-ից մինչև 80%-ը համալրվում է կապերի միջոցով, եւ ամենահետաքրքիրը, թափուր աշխատատեղերի մոտ 70%-ը նույնիսկ չի հրապարակվում բաց հարթակներում։ Մեկնարկենք մեր քննարկումը, հա, ինչպիսի ուրեմն տեսանկյուններ ունեք այս միտման հետ կախված, համաձայն չեք, հայաստանյան փորձը ինչա ցույց տալիս, հա, կարողանում ենք հայտարարություն տալ, լավ մասնագետներ բերել, թե հակառակը գնացել ենք եւս կապերի միջոցով, փորձում ենք ո՞նց այս ամեն ինչը աշխատում Հայաստանում։ Ֆուլ համաձայն եմ, ես վերջի 4 ամիսը որևիցե հավաքագրման վրա ֆինանս չեմ ծախսել, 0 դրամ եմ ծախսել, ու ինքը եկել է ոչ թե ԽԾԲ-ի, եկեք ես ասեմ networking-ի միջոցով է եկել։ Այսինքն ԽԾԲ-ն ռեբրենդինգ է եղել։ Չէ, ԽԾԲ-ն ուրիշ է։ ԽԾԲ-ն networking ավելանում է։ Չէ, ԽԾԲ-ն այն է, երբ որ դու օգտագործում ես քո կապը, որտեղ քեզ պետք է, քեզ օգնում են, որ հեսա որ մի քիչ խոսանք կհասկանանք, որ հակա։ Ինձ թվում է network-ի ԽՑԲ-ի միջև, ԽՑԲ-ի միջև ոնց որ կա արունակցական, ինչ-որ պատմական ինչ-որ կապ է, երևի այդ մարդու հետ մանկություն ես ապրել, իսկ բանի մեջ network-ի մեջ չկա, դու ուզուց շահերի փոխանակում։ Այդ network-ը հայերեն ո՞նց է կոչվում։ ԽԾԲ-ն եկեք sense ձևակերպենք կարճ, որ ԽԾԲ-ն քեզ օգնում են, որտեղ քո ծանոթն են։ Networking-ը քեզ վստահում են, դրա համար համագործակցում են քո հետ։ Իսկ այդպես է թե մենք ուզում ենք այդպես լինի։ Հիմա այդ մենք այդ որտեվ որ վերցնում ես, բացվածքը խնամի, չէ՞ ծանոթ բարեկամ։ Նույն բանն է։ Մի հատ էլ խնդրեմ կա, ես այստեղ վատ ոստիկանի դեր է խաղում։ ԽՑԲ-ի դեպքում էլ մարդիկ ծանոթ բարեկամներով հավաքվում են, բիզնես են անում, օքեյ, ընդհանուր արժեքներ են կիսում, օքեյ, ամեն ինչ լավ է, բայց գոյություն ունի բիզնեսում երկու իրար հակասող բաներ։ Դա փոխվստահությունն ու մեկը մյուսին աջակցելն է եւ արդյունքը կատարելն է։ Մյուս կողմից կարող արդյունքը տուժում է, ես տեսնում եմ Նարեկին բարեկամն, ասում եմ դե լավ Նարեկ ջան, հոգ ես քեզ KPI չեմ դնելու վրա, հո ես քեզ չեմ պատժելու։ Բայց էդի դրա համար չէ որ բարեկամն է, էդի նրանից է որ դու վատ ես կամ դու վատ մասնագետ ենք։ Չէ, բայց էդի բարեկամական եւ փուլ է, էդի փուլ է, պիտի անցնես դա։ Պիտի գաս դրան, ինչ որ մի շրջան, գաս նրան որ աշխատես քո ծանոթ խնամի բարեկամով, եւ դրանից ինչ որ մի ժամանակ պիտի հրաժարվես։ Այդ տարբերակ չկա։ Օրինակ բերեմ, մարդ որը օրինակ աշխատում է իր ԽԾԲ-ի հետ, այստեղ կա մի հատ օրինակ, որ օրինակ ինչ որ ընտանեկան խնդիր կա, կամ ինչ որ մի հատ բժիշկ կա, կամ ինչ որ սիտուացիա, որը դու եթե քո աշխատողը դու որին ոչ մի ձև մինչև այդ կապ չես ունեցել, կարող ուրիշ ձև վերաբերվես, ասես չէ, պետք է sense լինի, դու ոնց ուզում ես այդ հարցը կարգավորի, այդ դեպքերում երբ որ քեզ հարազատ մարդ է, արդեն դա խնդիր է ստեղծում ու Քանդվեց բիզնեսը, վերջ, չկա, համակարգ չկա, այլևս գոյություն չունի, այսինքն մենք այդ մարդուն չափելու հնարավորություն չենք տալիս, եթե մենք միայն ԽԾԲ-ն ենք դնում սեղանի վրա։ Այո, Չէ, այդ դրա մասին էր, այսինքն իսկ մենք կարող ենք ընդունենք, որ սա անգրագետ մոտեցում էր գործիքի օգտագործման, որ ոչ թե ԽՑԲ-ն էր մեղավորը, այլ մենք ի սկզբանե չէինք հասկանում ինչու ենք բիզնեսը հիմնում, ինչու ենք այդ մարդկանց հավաքագրում, ինչ արժեքներ, նպատակներ մենք ունենք, ինչ ռեսուրս ենք իրան տրամադրելու։ Ամեն ինչը դրած էր ԽՑԲ-ի, ֆայմի, քթածակի, սրտացավության ընդհանրապես բիզնես կատեգորիաներ չեն։ ԽՑԲ-ն ինքը բանի պատասխանատվությունը բանի ավլելու խալուտակ գցելու մասին չի, այլ նրա մասին է, որ օքեյ, Ժորժ ջան, մենք ընկերներ ենք, բարեկամներ ենք, ինչ որ մի շրջան իրար հետ աշխատեցինք, որովհետև ես չէի կարա ինձ թույլ տա ինչ որ շուկայից ամենաուժեղ մասնագետներին բերել,
Հիմա մենք հասել ենք դրան, որ մեր գործը կաղում է ժամանակը գնում է, մենք գործը չենք հասցնում, մենք պիտի անցնենք հաջորդ փուլ։ Եթե քո շրջապատից մի հատ մարդ, ով որ հասել է ինչ-որ բարձրունքների, լավ մասնագետ է եւ միայն նրա համար, որ դու օրինակ իրան հարազատ մարդ ես, քեզ ճանաչում է, որտեղ այդ ԽԾ բի մեջ ծնել ծանոթն է, եկեք այդ ֆորմատով է դուս գանք ինչ-որ աշխատանքի բերումով կարող դու ուղղակի իր այդ բաղուց շփվել ես ու հասկանում ես, որ լավ մասնագետ է, որ հրավիրում ես քո մոտ։ Ու այդ ամեն ինչ այդ KPI-ները, ամեն ինչը պահպանելով ինքը գալիս է մենակ նրա համար, որ դու իր ծանոթ ես ու գիտի դու ինչ ձևի մարդ ես բիզնեսում։ Բացառություններ միշտ կարող լինեն, բայց այդ ընդհանուր մեծ բանից վիբրկայից ընտրանքից շատ փոքր տոկոս է կազմում են մարդիկ, որոնք որ հիմնականում ԽԾԲ-ն դա բերում է նրան, երբ որ դու երկար ժամանակ բիզնեսը պահում ես խնամի ծառոտ բարեկան հիմքի վրա, ինքը բերում է նրան, որ փող վստահությունը բերում է դեդլայններ խախտելուն, իրար ներելու ու իրար հասկանալու, օգնելու կուլտուրան բերում է թարգետներ չդնելուն ու ասելուն, որ օքեյ, իսկ կանոններ չեն ձևավորվում, այսինքն դու այդ մարդու հետ երեկոյան նստելու ես սեղանի շուրջ, նշելու ես քո ծնունդը, դու չես կարող իրան այդ ամսվա բոնուսը չտաս։ Իդեպ Մելանիայի ասածը շատ network-ի ու ԽԾԲ-ի տարբերություն այն նոր հասկացա ինչ էր ասում։ Ճիշտ է ասում, նա երբ որ դու ԽԾԲ ես, ամ ԽԾԲ փիլիսոփայությունն է։ ԽԾԲ-ն այն է, որ նարջան դե ոչինչ գործը չի եղել, ոչ ես քո տեղը կանեմ։ Network-ի ժամանակ դու բերում ես մարդուն, ասում ես նայ, սա է կանոնները մեր, օքեյ, ստորագրի մտի։ Օքեյ չես մտնում։ Բայց այն դեպքում դու ասում ես արի, էլի խնդրում եմ, արի ինձ օգնի, մի հատ իմ հաշվապահություն արա, ոչինչ, էլի մի 3 ամիս փող չի լինելու։ Ես մի բան կանեմ, իրականում դու իրան ես շահագործում։ Այո։ Նայ, որտեվ ԽԾԲ-ի այնպես տպավորությունն է, որ ինքը բիզնեսին է վնասում, ինքը իրականում այդ մարդն է խոցելի, որովհետև ինքը չգիտի ուր է գալիս։ Այո։ Չէ, ես մի քիչ ուրիշ տեսանկյունից եմ նայում։ Առասարակ նախ ԽԾԲ-ն թե networking-ը ինքը հրաշալի հնարավորություն է հավաքագրման համար։ Նախ մի հատ sense մեծ բոլդով ասում եմ պատասխանատվություն է դա երկու կողմերի միջև։ Դավիթը իմ համար մարդ է հավաքագրում, ինքը պատասխանատվություն է վերցնում Պողոսին բերելու իմ թիմ, Պողոսը պատասխանատվություն է իր ուսերին վերցնում, որ Դավիթը իրան ասել է գնա այս ընկերություն աշխատելու։ Այսինքն այդ պատասխանատվություն, եթե իհարկե իրանք պատասխանատու մարդիկ են, էլի, այդ պատասխանատվության զգացումը սովորաբար մարդ պետք է ունենա պատասխանատվության զգացում։ Այո, ցանկալի է։ Եվ եթե ունենում են այդ երկուսն էլ պատասխանատվության զգացում, արդեն մեծ գործ է HR-ի համար արված է լինում, արդեն տակը մնում է չափել մշակութային համապատասխանություն եւ համապատասխանություն տվյալ դերի կատարողականի համար, ինչքանով է ինքը համապատասխանում։ Հարաբերությունները պետք է կառուցվեն կանոնների վրա, մինչդեռ մենք կարող ենք խնամի ծանոթ բարեկամ որպես կանալ օգտագործել մարդ հրավիրել, որ ու այդ մարդու հետ աշխատել։ Այդ ուրիշ բան։ Այո, բայց ընկերությունները, որոնք գտնվում են նորաստեղծ փուլում, բնականաբար կանոններ սահմանելու, մյուս իրանք մի խնդիր ունեն ողջ մնալ գոյատևել, դրա համար իրանք համար խնամի ծանոթ բարեկամը անհրաժեշտ գործիք է, որպեսզի ժամանակավորապես կադրային ռեսուրս ապահովեն, որից հետո պետք է մի հատ շատ կարևոր է այդ ռևիզիան անել, գիտակցել, որ դու այդ փուլը վсё հաղթարեցիր, արդեն փողը ստաբիլ է, դու կարաս դրանից հրաժարվես։ Պրոբլեմը մեր հետևյալն է, որ մենք խնամի ծանոթ բարեկամ ենք շարունակում խաղալ այն ժամանակ, երբ մենք արդեն խոշոր հարկատու ենք կամ այնքան փող ենք աշխատում, որ կարող ենք վաղուց մեզ թույլ տալ լերչա HR բազին եւ այլն, մենք ասում ենք, չէ, նորմալ է աշխատում է եւ այլն, բայց մինչդեռ բիզնեսը բանի պես են։ Չի հասունացել ներսից։ Դիսկի պես են, որ սարվատ աղել, չի ֆռում արդեն, այդ նույն բանի վրա է մնում։ Աջան, բայց սենց եմ ես քեզ հասկանում, որ ինչ որ փուլում, այսինքն երբ որ դու ունես շատ գումար, ամեն ինչ քո մոտ լավ է, դու այդ քո խնամի ծանոթ բարեկամին պիտի մոռանաս, այսինքն երբ որ վատ ես Խնամի ծանոթ բարեկամը հստակեցնես հարաբերությունները։ Խնամի ծանոթ բարեկամի հետ պետք է հարաբերությունները կարգավորված լինեն ընկերության կանոններով։ Այդ կանոնների մշակույթը նույնպես բիզնեսում մշակույթների տեսակներից մեկն է։ Երբ որ բիզնեսում ամեն ինչ հիմնվում է բյուրոկրատիայի վրա, հա, մենք թղթեր ենք սահմանում, թղթերով գրում ենք, ասում ենք, որպեսզի Աշոտը մեր մոտ աշխատի, Աշոտը պիտի օրինակ ամսական կատարի այսքան պլան, եթե Աշոտը չի կատարում, Աշոտից ոչ մեկ չի նեղանում։ Դες օրինակ խնամի ծանոթ բարեկամ փուլում դու նեղանալու ես, եթե ես քեզ հանեցի գործից, որովհետև ոնց կլինի, դու իմ ախպոր տղեն ես կամ բան, չգիտեմ, քրոջս բանն ես, բարեկամն ես, հա? Քրոջս բարեկամն է։ Հա, ես դա մտածեցի էլի։ Բայց այս դեպքում ես չեմ քեզ հեռացնող, կանոններն են կառավարում քո այստեղ լինել չլինելը։ Բարեկամին
բերում մտցնում ենք ներս ընկերություն ու սկսում ենք բացահայտել իր հնարավորությունների մաքսիմումը։ Եթե այդ մարդը սկսում է արդեն անհամապատասխան լինել բիզնեսի շահերին, երկարատևի նկատի երկարատևի մասին եմ խոսում։ Գիտենք, մենք գիտենք ուր ենք գնում։ Ուզում եմ հասկանամ, այս вообще ընդհանրապես կապ չունի խնամի ծանոթի ու սովորական դրսից եկած մարդու հետ, էլի։ Իսկն մենք դրսից էլ հիմա նույն Դավիթի օրինակ, եթե բերենք փոքր բիզնես էր ներկայացնում, փոքր բիզնեսի օրինակ, չկա կանոնակարգ սիստեմաներ չկան դրված, ամեն մեկը աշխատում է քաոսի մեջ են, որովհետև փոքր են, 10 հոգանոց թիմ են։ Ինչ կապ ունի խնամի ծանոթ բարեկամն ա եկել, թե դրսից մարդն ա եկել։ Ես ուզում եմ վերադառնանք մեր վերլուծությանը, երկրորդ մասին, որտեղ 70%-ը գրված էր թափուր հաստիկներին, նույնիսկ չի հրապարակվում եւ ուղիղ են արդեն փնտրում։ Ես այստեղ որպես գործատու կարամ հանդես գամ եւ ասեմ, որ մեր մոտ մենք վերջի 2 տարվա մեջ ինչքան փորձել ենք, տարբեր հարթակներում տեղադրում ենք գովազդ, հարյուրավոր CV-ներ ա գալիս, նայում ես ինտերվյուներ անցկացնում ես, վերջում կանգնում ես փաստի առաջ։ Իսկ երբ որ դու օգտագործում ես ԽԾԲ կամ հիմա network ոնց որ կասենք, գալիս են մարդիկ, որոնց դու ինչ որ քո կյանքի փորձի շրջանակներում իրանց մոտավոր արդեն գիտես ինչ կարողություններ ունեն, իրանց արդեն հրավիրելով դու խնայում ես այդ ժամանակն ու ռեսուրսը, որը դու կարաս կորցնես։ Այս վերջերս իմ բանի պրոյեկտներից մեկի համար բաններ պետք, մասնագետեր պետք։ Ես story դրեցի իմ էջում, մենք գտանք մի հատ ոսկի մասնագետ, որին ասենք ոչ մի ձև CV-ով հնարավոր չէր գտնել։ Պրոստը մարդ ու ասма պարզվեց քուրիկս է։ Հիմա հարց, այս մարդը ինձ խնամի ծանոթ բարեկամ է, թե չէ։ Այս մարդը ինձ հետևել է օրինակ 5 տարի, 4 տարի, հա, ինքը ինձ սացվում արդեն խնամի ծանոթ բարեկամ։ Թող լինի խնամի ծանոթ Գոնե բարեկամ է, ինքը քեզ բարին է կամենում։ Պահը օգտագործեմ, ասեմ, որ մենք փնտրում ենք ոսկի մասնագետ, ով B1-ի մարքեթինգով կզբաղվի եւ տարածումով։ Ես այսօր իմ network-ում կասեմ դրա մասին։ Վաու, ինտեգրացիա է շատ լավ։ Հա, Պրոյեկտ մենեջեր, եթե դուք ազատ ժամանակ ունեք, եկեք մեր պրոյեկտներից մեկում մենեջեր եք։ ես Ես շինարարական ոլորտում Բարեկամ չէ։ ընտրում եմ top manager։ top manager։ Ցանկանայի մեկ էլ ավելացնենք ինչա բարթացել աշխատակիցներ գտնելու, ինչ է, օրինակ 2-3 տարի առաջ օրինակ այդ խողովակը աշխատում էր, տեղադրում էր հայտարարություն, կարողանում էր գտնել քեզ համապատասխան մարդ, հիմա արդեն դժվարան շատ է բարթացել, ոնստեղ ինձ թվում է ես ասեմ կարծիքս դուք ավելացնեք, որ սերնդափոխություն եղավ, նոր սերունդը կան ոլորտներ, որոնք բացարձակ չի սիրում եւ չեն ցանկանում այդ ոլորտներում աշխատեն, կա երկրորդը, որ on-line բավականին ավելի բարձր աշխատավարձով տարբերակներ կա եւ երևի աշխատանքային ֆորմատ, այսինքն այդ ժամային ֆորմատ, սահմանափակումներ, որտեղ այս նոր սերունդի մոտ այդ սահմանափակումները շատ sense դանակներով է ընդունվում։ Մի հատ ես մի քիչ սպասում եմ հենց խոսքը ավարտել ասեմ էլի։ Ով լաշակը։ Ես սերնդի հետ կապված միտքը շատ հարմար է, բայց շատ սխալ է այն առումով, որ չի կարելի մի սերնդի վրա բարթել, այդ նույն խնդիրը առաջանում 40 տարեկանի հետ այսօր։ Գործ չես կարողանում առաջարկես նույն կապրիզները, որ կան այսօր 18-20 տարեկան են, նույն կապրիզները կան 40 տեխնոլոգիաներն ա փոխվել։ Երբ որ ասում ենք խողովակ, առաջ մի հատ խողովակ էր, հիմա պատկերացրեք այն շենքի կողքը այն, որ sense բոլոր գազի խողովակները գալիս են, այդպես խողովակների մի հատ բազմություն է առաջացել։ Հիմա դու աշխատանք կարող ես տանից, ճանապարհից, գործի տեղը հիբրիդային, հեռավար, գործի տեղի Մենքան ձևեր կա արդեն, տեխնոլոգիան փոխվել է, մեզ հնարավորություն է ստեղծել ավելի շատ ունենալ կանալներ աշխատանք գտնելու, հետևաբար մարդիկ ավելի պահանջատեր են, ավելի պահանջկոտ են եւ ավելի հեշտ են գնում, այդ է փոխվել։ Ու նորմալ է, որ այսօր կադրեր տենդենսը փոխվում է, որպեսզի կադրեր գտնենք մեր ընկերությունների ներսից, որովհետեւ այդպես ավելի կարճ ճանապարհ է, երբ որ վստահություն մասին ենք խոսում, Նարեկը շատ ճիշտ նշեց, ընկերությունները կառուցվում են վստահության հիմքի վրա, որտեղ չկա վստահություն, չկա զարգացում, այդ վստահությունը ամենակարճ ճանապարհը վստահության հասնելու դա այն մարդուն ասել, ով արդեն ճանաչում է մի մարդու, որը կարա այդ հաստիկը փակի։ Խոսվեց նոր սերունդի մասին ու սա այն որ ասում են թակարդ է, էլի։ Միշտ այս քննարկումը կա, նոր սերունդը ու իհարկե չի կարելի այդ ամեն ինչը պիտակավորել եւ բոլոր սխալները գցել այնտեղ ու ես համոզված եմ որ Համլետը դա նկատի չուներ։ Խնդիրը հետո բայց դու այդ ֆակտորը պետք է հաշվի առնես։ Այսինքն ուրիշ վարկագիծ է։ Ավելի շուտ են մտել իրանք շուկա։ Սպառողական տեսանկյունից նոր սերունդը ավելի շուտ է տնտեսության մեջ, ավելի շուտ է դրսևորել սպառողական վարկագիծ, ավելի հստակ ունի ու ավելին ինքը թելադրում է այդ, այսինքն ինքը այն սերունդը չի որ հարմարվում է ծնողների վարկագծի հետ, սպառողական ինքնատ ունեմ։ Ու ասում են ինչ որ ժամանակ հետո կփոխեմ 30-ում, ոչ, ինքը հենց հիմիկվանից թելադրում է այդ վարկագիծը։ Այսինքն գալու եմ օֆիս
4 ժամով։ Տեսեք, ես ոչ թե տանից եմ աշխատելու, չէ, տանից չեմ ուզում աշխատեմ, ինձ օֆիսա պետք է, բայց օֆիսում 2 ժամից ավել չեմ լինելու։ Մնացած ժամանակ ես ուզում սրճարանում նստեմ։ Ու ես գիտեմ բիզնեսներ, որոնք որ իրենց բիզնեսի ներսում սրճարան են բացել, որ այդ մարդը գնա օֆիսում աշխատի, open space-ը չի ընդունում, դա իմ տարածքի խանգարումն է։ Այն որ մենք համարում ենք 1 սերունդ առաջ open space, բոլորը իրար տեսնում են, դա ավելի լավ է, ոչ, ես ուզում եմ իմ գողտրիկ իմ սենյակը, բայց 2 ժամով։ Հետո ես ուզում եմ ընդհանուր տարածքում դուրս գամ, խմեմ իմ սիրած կապուչինոն։ Հետո ես ուզում եմ ու դա ոչ թե կապրիզ է, դա արդեն դա ընդհանուր վարքագիծ է, ավելին ասեմ։ Եթե ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ 2-3 տարի մեկ մարդիկ որ գործ էին փոխում, ասում էին ինչի միտեղ չես մնում, ծաղիկից ես թռնում ու դա անլրջություն էր համարվում, հիմա մարդիկ համարում են եւ ասում են դու 1 տարի այդտեղ ես աշխատում, լուրջ Չես լճացել։ Չես լճացել։ Տեսեք, մենք սովորաբար ասում ենք հիմա աշխատաշուկայում AI-ը մտել է, մենք պետքա պատրաստված լինենք, մենք պետքա սովորենք իր հետևից վազենք, որ հասցնենք, համաձայն եմ, օքեյ, հասցնենք, վազենք, բայց այդ դեպ մյուս կողմը եթե նայենք, ուրեմն հարգելի գործատուներ, ուրեմն դուք էլ վազեք աշխատաշուկայի նորարարությունների հետևից, որ դուք կարողանաք ձեր տեխնացուներին ճիշտ, ոնց ասեմ, puzzle-ը ճիշտ հավաքեք, որ կարողանաք ձեր շուրջը մարդիկ հավաքել։ Եթե դու ասում ես գետը փոխվել է, լիճը փոխվել է, ձուկը փոխվել է, բայց դու կարթդ ու քո բռնման գործիքակազմը չես ուզում փոխես։ Դու գալիս նստում ես, չի ստացվում, նեղանում ես, գնում ես, հետո նորից ես գալիս, այսինքն դու գործարար ես, էլի։ Դեռ բերեմ կներես։ Եթե մարդը ցանկանում է ամեն տարի աշխատանք փոխի, գործատուն ինչ կարող անի, որ այդ տրենդը չլինի։ Գործատուն, այդ տրենդը լինելու է, կա եւ կշարունակվի։ Գործատուները ուղղակի պետք է սկսեն աշխատել ռազմավարությամբ, որովհետեւ եթե քո աշխատանքը կենտրոնացված է անձերի շուրջ, այս մարդը կա, ուրեմն այս ֆունկցիան կփակվի, չկա, այս ֆունկցիան չի փակվի, այդ շատ սխալ մոտեցում է, որովհետեւ որևէ մարդ բիզնեսում չպետք է լինի այնքան կարևոր, անգամ հիմնադիրը, որ այդ բիզնեսը առանց այդ մարդու չաշխատի։ Ցանկացած բիզնես կարևոր է, որպեսզի ունենա իր ռազմավարությունը անկախ իր հիմնադրից, հիմնադրի ռազմավարությունը կարող ուրիշ լինի։ Բիզնեսը իր սեփական ռազմավարությունը պետք է ունենա, իսկ թիմը պետք է այդ ռազմավարության մեջ ամեն մեկն իր ֆունկցիան փակի։ Այդ ֆունկցիան փակելու համար ես կարող եմ վաղը մարդ գտնեմ, այս մարդը չի փակում այդ ֆունկցիան, հաջորդ օր ուրիշը կփակի։ Համլետ իսկ միգուցե այդ ԽՑԲ-ի ռեբրենդինգ եղած վերադարձը, հա, հենց դրանով է պայմանավորված, որ եթե դու ծանոթով ես եկել, բարեկամդ այստեղ է, ու արդեն անցել, երբ որ դու էլ չես ուզում աշխատես ուրիշ տեղ ես գնում, մտածում ես, կարող է այս հարազատից քաշեմ, ստիպված մնում ես։ Միգուցե իր պահանջարկը դրանով է պայմանավորված, որ հիմա երկրորդ կյանքը ապրում, որովհետև ամբողջովին քարկոծվում էր։ Չի կարելի։ Հիմա գրեթե բոլոր ընկերություններն ասում են ընկերոջդ բեր, ծանոթիդ բեր, այսինքն միգուցե դրանով է պայմանավորված, որ ինքը մնա։ Կարող ես միջավայր ստեղծես, քո ընկերներն էլ տեղ լինեն, դու ավելի երկար ուզենաս այդ աշխատես։ Կա ուսումնասիրություն, գիտական ուսումնասիրություններ կա դրա հետ կապված, կներես Մելան ջան, որ մարդիկ նույն աշխատանքը կատարում են երկու անծանոթ ու նույն աշխատանքը կատարում են երկու ընկերներով ավելի էֆեկտիվ աշխատանքը, չնայած նրան, որ ենթադրվում էր, որ շատ կխոսեն, այս կանեն ու գործ չեն անի։ Ես կարծում եմ հիմա որ խնդիրը ստեղ այնա, որ խնդիր չէ, լավ բան է այնա, որ մեր գործատուները սկսել են մեծ մտածել։ Այսինքն եթե այն ժամանակ փոքր էին մտածում խնամի ծանոթ բարեկամը, այդ ինչա որ բերենք, հիմա մեծ են մտածում, ասեն, օ, շատ լավ է, հələ բեր դրանամ լավն է, ինչ արել նախկինում։ Իմ սեղանին դրված են տենց ինքնակենսագրականներ, որոնք արդեն ես գիտեմ ովքեր են իրանք։ Ես չեմ խոսացել իրենց հետ, չեմ հանդիպել դեռ, բայց ես ինքը գիտեմ որտեղից է գալիս, ինչ արդյունքներ է ցույց տվել։ Ու դա առանց խախտելով իր իրավունքը զանգել, գործատուից հարցնել։ Խնամիցան բարեկամն է աշխատել։ Ժորդ հիմա մեր Երևանը, քաղաքը ու ընդհանրապես Հայաստանը այնքան փոքր է, ես ասում եմ մի քիչ ակտիվ ես, ինքս շատ բան պետք չէ, ամերիկյան են բաներից պետք չեն, էներգետիկայից են, որ sense ունենեն, բիզնեսմենները, որ առավոտից իրիկ ու նետվորքն։ Չէ, մեր մոտ մի քիչ ակտիվ ես լինում, սա համայնքին գիտես, սա ճանաչում ես, վաղ թե ուշ դու ես հիմա ես չէ բարեկամ դառել։ Մենք հիմա բարեկամ ենք, հիմա եթե ես Նարեկին մարդ եմ խորտ տալիս, ստացվում է խնամի ծանոթ բարեկամ էլի։ Եղել են մասնագետներ, օրինակ մարքեթինգի մասնագետ, որ փնտրում ենք, եկել է, ասել է ձեր գրասենյակը կենտրոնում չի, ես կենտրոնում կուզեի լինի, որ ցերեկը գնայի ընդմիջմանը տուն հաց ուտեի հետ գայի, դրա համար ես ձեր մոտ չեմ կարող աշխատեմ, ու դա եղել է ավակ մասնագետ։ Ու հետաքրքիր է ամեն գտել այդ մարքեթինգի մասնագետին, որ ուզեցել է գա in-house աշխատի։ Փորձել եք մի հատ գտնել SMM-շիկ, ով կուզի in-house աշխատի։ Փորձել եք, հա։ Շատ դժվար է, բայց լինում է գտնել։ Մի հատ ինձ ձևերը կասեք, ես չեմ կարող գտնել։
Դավիթը հետաքրքիր միտք ասեց, որ Երևանը փոքր է ու եթե դու մի փոքր ակտիվ ես, կարաս լավ network ձևավորես։ Ես կցանկանայի վերադառնալ նաև այն թեմային, դասական network-ի ձևավորման հաստատությունները, որ համալսարանն է։ Օրինակ հիմա համալսարանի դպրոցը շատ տենց քննադատվում է, բավականին տեղեր տենց թրենդային են դարձում, որ պետք չի համալսարան, բայց եթե մենք մի հատ էս մյուս պրիզմայով նայենք, եթե դու սովորում ես լավ տեղ, լավ միջավայրի մեջ ու տեղ ձևավորում ես network, դու այդ network-ը կարաս հետո օգտագործես լավ տեղեր աշխատանք գտնելու։ Հիմա իմ կուրսը, օրինակ մենք եթե ինչ-որ մեկը ինչ-որ հարց է ունենում, մենք փորձում ենք ամեն մեկս տարբեր տեղեր իրար օգնենք, աջակցենք, նույն ձև կարելի է նաև այս ֆորմալ կրթությանը այդպես վերաբերվել եւ այն միջազգային նույնիսկ այն լուրջ кейսերը, որ նայում ես, top management-ները որ կա, իրանք իրանց network-ը ուսանողական տարիների շատ են օգտագործում։ Ուսանողները իրանց տարիները, որ սովորում են օգտագործեն, տարբեր կուրսերից են նույնիսկ ընկերներ գտնեն, ինչքան հնարավոր է այդ ուսանողական կյանքի մեջ ներգրավեն, որ այդ network-ը իրանք օգտագործեն, որովհետև ամեն ինչ, ինչպես խոսում ենք եւ բոլորը տարբեր մասնագետները տեսնում են, որ դա է ապագան, այսինքն ինչի դու նախապատրաստական աշխատանքը ոնց որ այդ սովորելն է, նույնիսկ նախապատրաստվի, որ network ունենաս գնաս աշխատես։ Եվ եթե կուրսիցդ ինչ-որ մեկը HR կստառնա, ինչ-որ լուրջ ընկերություն, դա էլ արդեն ոնց որ բինգո ես խփել, էլի։ Բինգո ես խփում մենակ այն ժամանակ, network-ը ինքը արագացնելու է քո մուտքը ընկերություն, բայց երկար է լինելու գործընթացը ով ես դու ընկերությունում, ինչ արժեքներ ես տալիս այդ ընկերությանը, դուք չեք կարա արագ process-ում այդ հասկանաք, այսինքն նույն ԽԾԲ նույն network-ը ինքը արագ բաց դուր է մտնել ընկերություն, նույնը արագ բաց դուր է բանակցություններ վարելու բիզնես գործընթացում, հա, այսինքն մնալ, արժեք ցույց տալ, արդյունքների վրա միտված գործողություններին դուրս գալ երկարաժամկետ process-ը, բայց իրես ինչ եմ նկատել, պրակտիկայում դա լրիվ ուրիշ ձև է լինում։ Օրինակ այն օրը մտածում եմ, ասում եմ, լավ, մի վարքյան կազմակերպությունների խորհրդատվական ծառայություններից օգտվելու բանը ոնց է ֆորմատը, ոնց են իրանք որոշում, ում են ընտրելու, ինչ են անում։ Կոնսուլտանտների ցուցակ են վերցնում, չափում են կամ գրանտերը, որ շահում են կամ ինչ, ոնց են որոշում, ասենք նայում են այս կոնսուլտանտը, չափում են իր արդյունավետությունը, լսում են իր բոլոր սեմինարները, նայում են սլայդերը ու որոշում են այս մեկին վստահեն թե այն մեկին։ Ոնց են անում։ Դավիթ, տուսովկա գոյություն ունի, ամեն ոլորտում գոյություն ունի տուսովկա, խնամի ծանոթ բարեկամ։ Ես այդ տուսովկայի մեջ կամ տժում եմ այս մարդկանց հետ, ինձ ստենում է բանի ժամանակ, ֆուրշետի ժամանակ, ասում եմ դավ ջան, մի հատ ասես պրոյեկտ ունենք, դիմի բան կանենք, կօգնենք կամ դավ ջան, մի հատ տրեյնինգ ունենք, կարող է բան անենք քո ընկերությունը անի։ Տենց հալին, չեն գնում, research անում եւ այլն։ Այսինքն կան շատ քիչ ընկերություններ, որոնք այդպես են անում, բայց գլոբալ առումով դու եթե չկաս այդ տուսովկայի մեջ, կապ չունի դու որ համալսարանն ես ավարտել, ինչ հանճար ես ու ինչ գիտելիքներ ունես, մեկը։ Բայց դա է network։ Ինձ իմ ընկերներից մեկը զանգել է, ասում է, Մելանիա, մի հատ ինձ խորհուրդ կտաս ընկերություններ, որտեղ կարելի է սովորել HR։ Այդ ընկերությունը ասեցի, սուբյեկտիվ կարծիքս տվեցի, մարդը հիմք վերցրեց, հոп, ԽԾԲ։ Կատարել ենք փոքրիկ հարցում, որի շրջանակում մարդկանց հարցրել ենք իրենց վերաբերմունքը ԽԾԲ-ի, հիմա կարդամ։ Ձեր կարծիքով Հայաստանում աշխատանքի ընդունման ժամանակ որքանով են օգտագործվում անձնական կապերը։ 50%-ը ասել է հաճախ, 28.6%-ը երբեմն, 21.4%-ը շատ հաճախ։ Ձեր վերաբերմունքը անձնական կապերով աշխատանքի ընդունվելուն 50%-ը նշել է հիմնականում անընդունելի է, 7.1%-ը լիովին ընդունելի է, 42.9%-ը հիմնականում ընդունելի է։ Եթե դուք լինեիք կազմակերպության ղեկավար, արդյոք կվերցնեիք աշխատանքի ձեր ծանոթներին, 71.4%-ը նշել է այո, եթե համապատասխանում են պահանջներին։ Ինքը ուրիշին ընդունի ծանոթով, ինքը գնում է ընդունվում, բայց երբ իրան հարցնում ես, ասում ես դու ոնց ես վերաբերվում նրան, որ ինչ-որ մեկը ծանոթով է, ինքը միանգամից այն վատ փորձառության հետ է դա ասոցիացնում։ Ընդհանուր ֆոնը տասնամյակներով ստեղծվել է ու ոչ միայն իդեպ ասած Հայաստանում, ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր է, ոչ ոք դա չի երգում, բայց չգիտեմ ինչի պրոֆեսիոնալիզմին հակազդվել է, հակադրում են բարեկամ լինելը, հա։ Այնինչ ԽՑԲ պրոֆեսիոնալիզմի հետ ընդհանրապես կապ չունի, դա խողովակներից մեկն է, այսինքն դու բիզնեսում պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տաս։
ձեզ համար որպես օրինակ, ինչ որ ժամանակ ես էլ եմ բաց եղել աշխատաշուկայի համար ու այդ օբյեկտիվ սուբյեկտիվ գործոնները շատ կարևոր են։ Երբ որ ես ընտրեցի գործատու, ես այդ գործատուի մոտ շատ մոտ կանգնած մարդ ունեի ու հարցրեցի ինչ գործատուա կարամ դիմեմ եւ այլն, ասաց հա օքեյ, ռեկոմենդացիան արեց լավ, բայց ես վախեցա, որ ինձ ոչ թե կընտրեն օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ գործոնը կդնեն, եւ ես չասեցի, որ գիտեք ինչ կա, ես էս մարդը օրինակ ծանոթն եմ, ես ընդունվեցի աշխատանքի, ասեցի գիտեք ես էս ինչի ծանոթն եմ, ասեց բայց ինչի է, բայց ինչի չէիր ասում։ Այ վախեցա այդ օբյեկտիվ ու սուբյեկտիվության հարցին։ Ասի դե որովհետեւ ես չէի ուզում դուք ինձ չափեիք, որտեվ ես ինչ որ մեկի ծանոթն եմ, ես ուզում էի դուք սեղանի վրա դնեիք իմ գիտելիքներն ու հմտությունները, ոչ թե որ ես ում միջոցով եմ եկել։ Ամենայն հավանականությամբ ԽԾԲ-ից կմնա ԽԾ-ն, բ-ն դուրս կգա կամած, որովհետեւ եթե դեմոգրաֆիան sense շարունակվի, դուրս գայիս դոմա։ Որտե բան մնացան եւ լավներ։ Եվ մենք ի վերջո գանք network-ի գաղափարին, ոնց որ նշեց Մելանյան։ Շատ լավն է network-ը։ Network-ի գաղափարը միգուցե մի հատ հետարքիր հայեցի բառ գտնենք դրան, որովհետեւ Արդեն հայեցի ենք դառը, հայերեն տառերով գրում ես, դառնա հայերեն։ Խե, բայց սիրուն է հնչում, համայնք։ Համայնքը շատ հզոր բան է։ Այսինքն այդ բառի հետ կախված արժեքների մասին է network-ը, որ համայնքը community-ն է։ Հա, ինքը ընդհանրապես կապեր է, այլ, այսինքն կապերը այ ապրես։ Network-ը ցանցն է, network-ը կապն է։ Հա, կարող է լավ։ Հանրացանց է։ Հանրացանց։ Հանրացանցում եմ, հանրացանց ենք անում ֆուրշետին, կներես հետո կզանգեմ։ Իսկ դուք այսօր հանրացանց արել եք։ Ինչ-որ բան ես զգացի որ պետք է մի ձև արդարանամ։ Ինձ թվում է եկեք թողնենք սա լսարանին, թող մեկնաբանություններում գրեն network բարի հայերեն առաջարկներ։